Բարև ձեզ, այսօր մի փոքր կզրուցենք ներանոթային վիզուալիզացիոն կամ տեսանելիության մեթոդների մասին։ Ամբողջ աշխարհում լայնորեն օգտագործվում են երկու մեթոդներ՝ IVUS կամ OCT։ IVUS կոչվում է ներանոթային ուլտրաձայնային հետազոտություն, իսկ OCT-ն ներանոթային օպտիկալ կոհերենտ տոմոգրաֆիա։ Այսօր առավելապես կխոսենք օպտիկալ կոհերենտ տոմոգրաֆիայի մասին։ Ամբողջ աշխարհում հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիների ընթացքում այլևս ավարտվել է դարը ուղղակի վիզուալ կամ դրսից անգիոգրաֆիկ գնահատելու անոթի նեղացման աստիճանը եւ ասել այս նեղացումը պետք է ստենտավորել կամ այս նեղացումը պետք է չստենտավորել։ Եվ դա ինչ ձևով բուժես անոթի նեղացումը, այսինքն տեսնում ես անոթի նեղացումը, վիզուալ գնահատեցիր, պետք է հասկանաս ինչ անես։ Այսինքն պետք է բալոնային անգիոպլաստիկա անել, պետք է դեղապատ բալոն օգտագործել, պետք է ուղղակի կալցիումի դա կուտակումը կալցիումական է քարերի հարցը լուծել, թե պետք է ստենտ տեղադրել, այսինքն որ մեթոդը կտրես, դա ցույց է տալիս օպտիկալ կոհերենս տոմոգրաֆիան, որը միակն է, որ օգտագործվում է Best Life-ում։ കാരണം եթե մենք տեսնում ենք հիվանդը ունի խնդիր, դիմում է մեզ, կատարում է կորոնարոգրաֆիա եւ տեսնում ենք կորոնար անոթների ինչ որ ախտահարումներ, որը հստակ չի, այսինքն պետք է պարզել դրա գենեզը։ Նախինում ստենտ է տեղադրված, ստենտի մեջը նորից վերանեղացել է։ Պետք է հասկանալ պատճառը, այսինքն ստենտի սխալ տեղադրությունից է նեղացումը կրկնվել, թե հարթ մկանային բջիջների հիպերպլազիա կա, դա կոչվում է ռեստենոզ։ Ամեն մեկն իր յուրատուկ մեթոդ է։ Եվ մենք հենց վիզուալիզացիոն մեթոդով, մասնավորապես օպտիկալ կոհերենս տոմոգրաֆիայով հայտնաբերում ենք նեղացման պատճառը եւ նեղացումը բուժում ենք։ Մի խոսքով այս բոլոր միջամտությունների արդյունքում մեր միջամտության արդյունավետությունը, հիվանդների հետ վերադարձի հաճախականությունը, նրանց ապրելությունը, կյանքի որակը զգալի բարելավվել է։ Շնորհակալություն ուշադրության համար։